ըստ ձեզ ինչ խնդիրների են բախվում այսօր Հայաստանում ուսանողները։ Ամենասարսափելի խնդիրը, որպես քաղաքացի եմ արձանագրում, դա կրթական կրթությունը անվճար չի եւ կրթության բնականաբար վարձը բավականին բարձր է, ինչը որ արդեն մեծագույն խնդիր է երեխաների եւ նրանց ծնողների համար։ Ամենակարևորը, ինչ վերաբերում է բուհերին, մասնավոր բուհեր կար ու չեմ ցանկանում մատնանշել, բայց արդեն առնչվելով այն երեխաները, որոնք մասնավոր բուհեր են գնում եւ հետեւելով իրենց ամենօրյա դասապրոցեսին եւ ասենք պետական բուհեր լիցենզավորված բուհեր գնալու դասապրոցեսին ակնհայտ է, որ դասապրոցեսը որպես այդպեսին հետադարձ կապը բուհից հետո եւ հետո վերադարձը սղված է, այսինքն ուսանողը ավելի շատ երևի ներկա լինելու կամ իրեն ներկայացնելու համար է բուհ գնում, քան գիտելիք ձեռք բերելու համար։ Իսկ որոնք են այսօր ըստ ձեզ ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանում։ Դա ինձ թվում է ակներև է, որ ամեն քննությունների հայտագրման ժամանակ երևում է, դա բնականաբար համակարգչային այս IT ոլորտն է, բժշկությունը մնում է եւ ինչպես միշտ, այսպես ասած, ճակերտավոր իբր թե հետագայում պաշտոնապահող իրավագիտությունը եւ միջազգային հարաբերությունները, որի արդյունք արդեն իսկ ակներև է, որպես այդպեսին այդ համակարգերը չեն գործում 30 տարվա այդ մասնագիտացված կադրերի աշխատանքի հիման վրա երևում է ամեն օր մեր կյանքում։ Նայեք, շատ ուսանողներ նախընտրում են սովորել արտերկրում, որն է դրա խնդիրը, ինչի են ուսանողներն ընտրում արտերկիրը, այլ ոչ թե իրենց երկրում սովորելու տարբերակը, եւ այստեղ երկրորդ հարցը սրան զուգահեռ ասեմ, այդ դեպքում անգամ ինչ պետք է անի պետությունը, որպեսզի անգամ այնտեղ սովորած ուսանողները հետ գան ու իրենց ներուժը օգտագործեն իրենց երկրում։ Ես կարող եմ ձեզ նույնպես հռետորական հարց ուղղել, թե քանի հոգի ամեն տարի գրին քարտ խաղում Հայաստանի Հանրապետությունում։ Դա օտարամոլության մոլուցք է եւ ոչ թե կրթություն ստանալ, որտեղ կրթություն ստանալ արտերկրում ինձ թվում է նույն ծնողը շատ ավելի լավ կլիներ ապահոver այստեղ իր հետևեր ավելի ճիշտ եւ պահանջեր դպրոցից, անկեղծորեն ասեմ, պահանջարկը ծնում է իր նաեւ արդյունք, որպեսզի իր երեխան 10 տարին ոչ թե մսխեր իր ժամանակը, այլ ընդհանրապես կրթությամբ ստանար այդ 10 կամ 12 տարին։ Այսա ավելի շատ ես կարող եմ ասել օտարամոլությանն է, որովհետև նույնքան չափաբաժնով, եթե ոչ ավելի, բոլորը խաղում են գրին քարտ։ Լավ, իսկ ինչ պիտի անի պետությունը, որպեսզի հետ գան։ Պետք է ամենակարևոր խնդիրը աշխատատեղերն են, իրենց բնականաբար աշխատանքի դիմաց վարձավճարով։ Եվ պետք է իրապես ապագա կառուցի եւ ոչ թե խոսքերի վրա փլուզի մեր ապագան, ինչը որ ամեն օր մենք ակներև տեսնում ենք մեր աչքի առջև։ Կա կարծիք, որ Հայաստանում լավ մասնագետներին չեն գնահատում բավականաչափ, դրա հետ կապված ինչ կասեք։ Ակներև է, անկեղծորեն ասեմ, բայց դա նոր երևույթ չի, այլ ձևավորված որպես այդպեսին երևույթ է։ Ցավոք սրտի դրան բախվում են մասնագետները որպես այդպեսին։ Մենք պետք է արձանագրեմ հաստատակամություն, որ ճիշտ արձանագրում է դա։